Ոմանք կասեն, ինչու հիմա խոսել 2017-ի ընտրակաշարքի գործից, որովհետև մարդիկ, մեթոդները և շահերը չեն անհետացել։ 2017-ի խորհրդարանական ընտրությունները դարձան այն առանցքային գործերից մեկը, որով նկարագրվեց, թե ինչպես էր աշխատում Բարգավաճ Հայաստանի ընտրական մեքենան։ Քննիչները խոսեցին ցուցակների, գումարների, պատասխանատուների և կազմակերպված բաշխման տրամաբանության մասին։ 2020-ին, հեղափոխությունից հետո, գործը դարձավ քաղաքականապես պայթուցիկ։ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից, սեպտեմբերին կալանավորվեց, հոկտեմբերին ազատ արձակվեց գրավով։ Ուղերձը պարզ էր. պետությունն այլևս ընտրակաշարքը չի վերաբերվում որպես գյուղական բամբասանքի։ Այն դիտարկում է որպես համակարգ։ Բայց համակարգերը չեն անհետանում, որովհետև առաջնորդը 5 տարի սպասում է։ Դրանք պահպանվում են տեղական հավատարիմների, բիզնես կախվածության, մեդիա հիշողության և սոցիալական խոցելիության միջոցով։ Աղքատ համայնքներում ընտրություններից առաջ փոքր օգնությունը կարող է ավելի իրական թվալ, քան ցանկացած բարեփոխում։ Հենց դրա համար էլ վտանգավոր է։ Ընտրակաշարքը միայն արդյունքը չի փչացնում։ Այն մարդկանց սովորեցնում է, որ պետությունը բացակա է, իսկ հարուստ հովանավորը իրական իշխանությունն է։ 2026-ին Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այդ հին գործարքը։ Քվեն վճարում չէ ալյուրի, տրանսպորտի, աշխատանքի կամ լավության դիմաց։ Քվեն գործիք է,